Տեղեկատվություն և կապ։ Հաղորդակցությունը տեղեկությունների փոխանցման գործընթաց է, որը կատարվում է իմաստավոր շարժումներով, ժեստերով, դեմքի արտահայտությամբ, խոսքով, մամուլի կամ էլեկտրոնային փոստի հաղորդագրություններով, հեռախոսով, հեռուստատեսությամբ և այլ եղանակներով։ Հաղորդակցումը երկու և ավելի մարդկանց միջև ինֆորմացիայի փոխանակումն ու ընկալումն է, որի նպատակն է որոշակի կարգի ուղղորդումը կամ ազդեցությունը դրա վրա։ Հեռահաղորդակցությունը տեղեկությունները մեծ հեռավորություններ հաղորդելու եղանակ է։ Հնում դա արվում էր դրոշների, թմբկազարկերի, ազդանշանային խարույկների կամ սուրհանդակների միջոցով։ 19-րդ դարում մարդիկ սովորեցին հաղորդալարերով էլեկտրական ազդանշաններ ուղարկել։ Ծածկագրված հաղորդագրությունները ուղարկվում էին Մորզեի այբուբենով։ Առաջին անգամ ստեղծվել է ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում։ Այժմ Մորզեի այբուբենը օգտագործում են նավերում և ռադիոներում, հաճախ նաև արտակարգ իրավիճակներում։ 1876 թվականին Ալեքսանդր Բելը հայտնագործեց հեռախոսակապը։ Այժմ մարդկությունը օգտագործում է անթել բջջային հեռախոսները։ Իմաստ արտահայտող առաջին տեքստերը գրառել են կավե քարի, փայտի, եղեգի, մամլատ ցողունների, պապիրուսի կամ կենդանիների կաշվի վրա։ Մարդիկ ժամանակի ընթացքում են տիրապետել բանավոր խոսքին։ 3500 տարի առաջ Միջագետքում շումերները բանավոր խոսքը փոխանցում էին պատկերների միջոցով։ Հաղորդակցումը կազմված է հիմնական 4 ուղիներից։ Առաջինը՝ առաքող, ով ստեղծում է գաղափարը և փոխանցում այն։ Երկրորդ՝ ուղի, սրա միջոցով փոխանցվում է ինֆորմացիան։ Երրորդ՝ հաղորդում, ձևակերպված ինֆորմացիան է։ Եվ չորրորդ՝ ստացող, ստանում է ուղարկված ինֆորմացիան։